Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում կբացվի փաստագրելով հանցագործությունը Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները խորագրով ժամանակավոր ցուցադրություն։ Այն կներկայացնի ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում գտնվող դիվանագետների, միսիոներների, լրագրողների, ովքեր հուշագրությունների, լուսանկարների, տեսանյութերի հետաքննությունների միջոցով փաստագրել են հանցագործությունը։ Հանցագործություն բառը հատուկ ենք շեշտել ցույց տալու համար, որ այնինչ տեղի ունեցավ հայերի հետ 1915-23 թվականին, չնայած չկար ցեղասպանություն բառը, բայց կարդալով վավերագրողների նյութերը հստակ բառամթերքը ցույց է տալիս, որ բոլորը խոսում են մի ամբողջ ազգի բնաջնջման մասին, խոսում են հայկական հարցի վերջնական լուծման մասին, ինչը որ նաև կարևոր է հենց ցեղասպանության հանցագործությունը հասկանալու համար։ Գզոյանի խոսքով անդրադարձել են նաև Կոստանդնուպոլյան դատավարություններին, ներկայացնելով Օսմանյան կայսրությունն ըստ էության առաջին պետությունն էր, որ իրավական գործընթացների միջոցով ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանության մասին արխիվային նյութերը Վատիկանը ամփոփել է 7 հատորում, որը եւս կներկայացվի ցուցադրությանը։ Ցուցադրություններ են նախատեսվել եւ նաեւ արդեն տեղի ունեցել այլ երկրներում՝ Ռումինիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, եվրոպական այլ երկրներում։ Զորյան ինստիտուտի հետ նաեւ մի ծրագիր արեցինք, պատրաստեցինք ցուցադրություն կանայք եւ ցեղասպանությունը խտրականությունից դեպի զորացում եւ հայոց ցեղասպանության, Ռուանդայի ցեղասպանության եւ հոլոկոստի համեմատական վերլուծության այսպես փորձեր եւ արդեն Արիզոնայի պետական համալսարանում ապրիլի սկզբին ցեղասպանության ուրեմն շաբաթվա ընթացքում արդեն մեր ցուցադրությունը ցույց էր տվել եւ նախնական պայմանավորվածություն ունենք Զորյան ինստիտուտի հետ, որ ցուցադրությունը կշրջի Ամերիկայի, Կանադայի եւ հույս ունենք նաեւ Բրազիլիայում։ Հոկտեմբերին Երևանում սպասվում է հայ մտավորականներին նվիրված ցուցադրություն։ Վերջին տարում Թանգարան ինստիտուտը ունեցել է կարևոր համալրումներ, ձեռք բերել Սողոմոն Թեհլերյանի ձեռագիր օրագրությունը, Մուսալեռան ինքնապաշտպանությանն առնչվող 59 բնօրինակ լուսանկար, ձեռք է բերվել 50,000 արխիվային նյութ։ Բրիլ հայտնի հրատարակչատան կողմից տպագրվեց մեր հայոց ցեղասպանության Թանգարան ինստիտուտի 6 գիտաշխատողների աշխատանքը։ Առաջին անգամ էր, որ միայն հայ գիտնականներին հաջողվեց այդ բավական մեծ ճանաչում ունեցող հրատարակչատան կողմից գիրք ստեղծել, գիրքը նվիրված է հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների բռնի տեղափոխման թեմային։ Առաջին անգամ ունենք մոտ 30 գիտաշխատող, կարևորեմ նաև, որ բացեցինք հատուկ գիտական բաժին, հայոց ցեղասպանության իրավական ուսումնասիրությունների բաժինը։ Հուլիսին եւս 15 ամերիկացի ուսուցիչ այստեղ կվերապատրաստվի ԱՄՆ-ում հայոց ցեղասպանության թեման դասավանդելու համար։ Ցեղասպանության թեմայով շարադրության մրցույթը Ուրուգվայում այս տարի եւս կիրականացվի։ Գզոյանը կարևորում է հայ ուսանողների համար դատախաղ մրցույթի ծրագիրը։ Դատախաղի իմաստը այն է լինելու, որ մենք նրանց այսպես ներկայացնելու ենք մի case, որը որ նրանք միջազգային քրեական դատարանի մոդելով պետք է պաշտպանեն, այսինքն երկու կողմերը կնախապատրաստվեն, կկարդան, գործը կլինի այսպես հայոց ցեղասպանության եւ Արցախի բռնի տեղահանման այս հիմքով ստեղծված արհեստական մի գործ եւ հույս ունենք այս միջոցով նաեւ մեր ուսանողների հետաքրքրությունը առաջացնել ուրեմն ցեղասպանագիտական ուսումնասիրությունների վրա։ Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով է նախատեսվում մայիսի վերջին։ Մեծ Եղեռնի հուշահամալիրի հուշապատին կավելացվի Ռաֆայել Լեմկինի եւ Մուսալեռան ինքնապաշտպանության ժամանակ մոտ 4000 հայի փրկած ֆրանսիացի ադմիրալ Լուի Դարտիժ Դյուֆուրնեի հուշատախտակները։ Հաշվի առնելով ապրիլ 24-յան միջոցառումները, այս պահին դադարեցվել են Թանգարանի հուշահամալիրի նորոգման աշխատանքները։ Ցեղասպանության թանգարան է այցելում տարեկան մինչև 100,000 մարդ։ Ընդլայնվել է այցելուների աշխարհագրությունը։ Ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն աուդիոգիդերին կավելանան չինարեն, կորեերեն աուդիոգիդեր։ Ապրիլի 24-ին թանգարանը կաշխատի առավոտյան ժամը 8-ից երեկոյան 8-ը։ Մայա Խաչատրյան, լուրեր։